Բերձորից շրջանի հարավային թև տանող գլխավոր ճանապարհի 10-րդ կիլոմետրի վրա են աշխատում Արցախ-Ղուղու Քաշաթաղի մասնաճյուղի շինարարները։ Դա նշանակում է շրջկենտրոնից մինչև Աղանուսի համայնք արդեն բարեկարգված է ճանապարհը։ Սելավներից պարբերաբար վնասվող ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ուղու վերանորոգման աշխատանքները մշտապես գտնվել են իշխանությունների ուշադրության ներքո։ Այս ճանապարհը նախ առաջին ստրատեգիական խնդիր ունեցող ճանապարհ է եւ անմխիթար վիճակում էր գտնվում։ Շնորհակալություն եմ հայտնում Արցախ-Ղուղու ողջ անձնակազմին, նաև Գագիկ Գասպարյանին, Սուրեն Խաչատրյանին, մեր վարչակազմի ղեկավարին, ամեն րոպե աջակցում են, մեր հետ են, ճանապարհը վերին աստիճանի շատ լավ սարքվում է, նաև մենք այս պահին առաջ ենք նայում մինչև Իշխանաձոր միանա մյուս ճանապարհին։ Քաշաթաղի հարավային թևի այս ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքները շրջանի Արցախ-Ղուղու մասնաճյուղը սկսել է հունիսի 22-ին։ 10 կիլոմետրն արդեն բարեկարգված է, դա սակայն ծրագրի մի փոքր մասն է միայն։ Աղանուսից մինչև Իշխանաձորի համայնք դեռ 45 կիլոմետր կա։ Կատարում լայնացման աշխատանքներ, խճապատման աշխատանքներ, նախատեսված է մինչև Իշխանաձոր համայնք։ Լայնացվում է ճանապարհը շուրջ 10 մետր, տեղեր կա 12 մետր, մինչև անգամ ինչ հնարավոր անում են տղաները։ Թե որքան ժամանակ բարեկարգ կմնան ճանապարհները հիմնականում եղանակային պայմաններից է կախված։ Ճանապարհը ջրի քայքայիչ ուժից պաշտպանելու նպատակով լայնացման, փոսալցման ու խճապատման աշխատանքներին զուգահեռ շինարարները լուծում են տալիս նաև ջրահեռացման հետ կապված խնդիրներին։ Գործին ընդգրկված է 4 միավոր տեխնիկա, T170, գրեդեր, էքսկավատոր, սամասվալ մազերը, աշխատուժներ, բանվոր ունենք, 2 հոգի բանվոր, ճյուղեր են կտրում, որը ճանապարհին խանգարում է, մեկ էլ ես, 6 հոգի մարդ։ Բերձորից Իշխանաձոր ընկած շուրջ 55 կիլոմետրանոց ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքները Արցախ-Ղուղու Քաշաթաղի մասնաճյուղը նախատեսել է ավարտին հասցնել մինչև հոկտեմբերի վերջը։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր։